Տիրոջ անունը փառավորվի, սիրասո ժողովուրդ ջան, Տեր օրհնի բոլորիս էլ, սիրելի ժողովուրդ ջան, Տեր օրհնի բոլորին։ Այսօր մենք տեսնում ենք Տիրոջ ողորմություն, այսօր ուզում ենք կանգ առնենք, որ Տերը ուսում է օգնի ինձ ու քեզ մեր հավատները ավելացնենք, ոչ թե կորցնենք, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ամեն ատեն Աստված ամեն մեկից օգնում է, որ մեր հավատները չպակսի, ժողովուրդ ջան։ Ալնում է պարագա, գալում է մի ընթացք, մի սիտուացիա մեր կյանքերի մեջ չէ, վերջը ամեն մեկս ապրում ենք։ Մեկ է տեսնում ես, որ քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, դժվարություն է գալում։ Ալնում է պարագա մեր կյանքերի մեջ, ժողովուրդ ջան, երբ որ գալում է, որտեղ ամեն մեկս անցնում ենք տարբեր ճանապարհներ, եւ Աստված մեզ ինչ ասում, օգնի, որ մեր հավատները չպակսի։ Ալնում է պարագա, վերջը մենք անցնում ենք ամեն մեկս մի ճանապարհ ենք անցնում, հոգևոր դաշտ ենք անցնում, չէ, ամեն մեկս մի բան անցնում ենք մեր եղած կյանքի մեջ։ Ալնում է պարագա, որ տեսնում ես, որ քո հավատքդ ուզում է թուլանա, ուզում է քեզի խեղճացնի, որտեղ երևույթ կա, ժողովուրդ ջան։ Այսօր բաներ կա, երևույթը մեզի ուրիշ բան է ցույց տալու, սիրելի ժողովուրդ ջան։ Երևույթը կարող է ցույց տա դա աննարին բան է, երևույթը կարող է ցույց տա, որ դրանից էլ փրձում չկա, երևույթը կարող է ցույց տա, որ դու այս փորձունից կարող է դուրս չգաս, ժողովուրդ ջան, չէ։ Մենք այսօր տեսնում ենք այս ամեն երևույթը մեր բոլորի կյանքի մեջ մի բան է ուզում հասկացնի, որ ելք չկա, ժողովուրդ ջան։ Բայց այսօր մենք տեսնում ենք Ավետարանի խոսքի ճշմարտությունը եւ Տիրոջ խոսքը, որ մեր Տեր Հիսուս ինչ անում։ Ուզում է բոլորիս օգնի, ոչ թե մեր հավատքը պակսի, հապա այս ամեն դժվարությունների մեջ, որ մենք չնայենք այդ երևույթներին, ժողովուրդ ջան, շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ մարդը երևույթին չի նայում, մարդը նայում է Աստծո խոսքին, ժողովուրդ ջան։ Մենք այսօր այնքան հրաշքներ ենք տեսնում, ժողովուրդ ջան, որ այն բանը, որ այսօր կարող ասեն, ել քեզի փրկություն չկա, էսի աննարին է, բայց Աստված ուսում է ամեն բան հնարավոր է, միայն հավատա, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է մեր կյանքի մեջ հավատք բերա, ժողովուրդ ջան։ Ամեն երևույթ, ամեն մի բան, որ գալում է մեր կյանքի մեջ, հիվանդություն կլինի, փորձություններ կլինի, դժվարություններ կլինի, ինչ որ այսօր մենք անցնում ենք, ամեն մեկս մի ճանապարհ ենք անցնում, ժողովուրդ ջան։ Ամեն մեկս ունենք մեր խաչի ճամփեն եւ մենք ամեն մեկս անցնում ենք, ժողովուրդ ջան։ Ես ենական խոսացի, չես ենք, մենք ու խաչը չեն կրա վերցնել, դու էլ մյուսին չես կրա, ժողովուրդ ջան։ Այսինքն Աստված ամեն մեկին յուրահատուկ ճանապարհ է դնում, մինչև երկինք մտնելու համար, ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք ամեն մեկս ինչ ենք գնում, ուզում ենք երկինք մտնենք։ Եվ դա համար Աստված մեր ամեն մեկի կյանքի մեջ օգնում է, որ մեր կյանքի մեջ ճանապարհ բացի դեպի երկինք մտնելու համար, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք, որ ամեն մեկս մի ճանապարհի մեջ որ անցնում ենք, տեղեր կա կարող դու թուլանաս, տեղեր կա որ հավատքդ պակսի, տեղեր կա կարող քո մեջ կասկածանքներ գա, հնարավոր է կամ կարելի է, կամ այս բան հնարավոր է լինելու, ժողովուրդ ջան, չէ։ Այսօր տեսնում ենք մարդու կողմը, սիրելի ժողովուրդ ջան, չէ։ Մարդու կողմը ոնց որ մարդը միշտ նայեդից ելք կա թե չկա, սիրելի ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ ամեն բան Տերը բերում է մարդուն դեպի ապաշխարության համար։ Տիրոջ ամեն ուշք ու միտքը, ժողովուրդ ջան, Տիրոջ ամեն ընթացքը, որ ինք եկավ այս երկրի վրա, նա եկավ մի բանի համար, որ մարդկանց դարձնա դեպի իրան։ Այն մարդիկ, որ դե իրան չէին ճանաչում, Աստված ուզում է այդ մարդկանց ճանաչել տա իրան, ժողովուրդ ջան։ Դա համար ամեն բանի մի բան, որ գալում է մեր կյանքի մեջ, Տերը ինչ ասում, որ դու մի հատ նայես, մի հատ հետաքննես քեզ։ Միգուցե տեղեր կա դու թուլացել ես, որ դրի ուժողնաս հավատքով։ Մի տեղեր կա կարող դու այսօր դու թողել ես հավատքդ, թուլացրել ես քեզ, ժողովուրդ ջան։ Եվ Աստված ուզում է ամեն բանի մեջ դու կարողանաս իրան տեսնես, հավատաս իրան, ժողովուրդ ջան։ Սա ամենակարևոր հարցն է, որ Աստված ինչ ասում, ուզում է ինձ ու քեզ օգնի, որ մենք հավատանք Աստծո խոսքին, ժողովուրդ ջան, մենք հավատանք մեր Տիրոջը։ Դա համար այսօր բաներ կա Աստված օգնում ամեն մեկի, սիրելի ժողովուրդ ջան, որպեսզի մարդը հավատքի մեջ ավելի զորանա։ Նա ընդառաջ է գալու մեր ամեն ապրած կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Այն որ դու մտածում ես աննարին է, հնարավոր չի, ժողովուրդ ջան։
Աստված գալու է քեզ օգնում է եւ ուզում է քեզի օգնի, որ դու հավատաս, հնարավոր է, ժողովուրդ ջան։ Հնարավոր է, ժողովուրդ ջան։ Դամար տիրոջ անունը փառավորվի, սիրասոր ժողովուրդ ջան։ Ես էլ ստե որքան անգամ Տերը ղրգում էր բժիշկների, ժողովուրդ ջան։ Հետո մեկ կտագարան էի տալու, մասո խոսում թողում գալու մեկ։ Ես ենակա մեր վիսի չէ, որ սենք մի օր պիտի պարգսնեն ընձ հիվանդանոց տեղ մագադան։ Վերջը այդ բժիշկը ասեց, ընես նապրավլեն եմ գրե, ասեց քեզի հաստատ կպարգսնեն։ Ասի բժիշկան հաստատ կպարգսնեն, ասեցա։ Այսինքն ես առավոտ վերցնեմ իմ շորերը գնամ հիվանդանոց պարգելու, ասեցա։ Ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Տեր Հիսուսը։ Եղբայրն եկավ, որը явտե պիտի գնանք հիվանդանոց, դեր եկավ մտավներս, ասի եղբայր ջան, արի մի հատ աղոտ կանենք։ Տեր Աստված, եթե ես քեզ ինտեղ պետք եմ պարգել, ուրեմն դու պարգսնեն։ Եթե չէ, հետ ղրգեն թող գա, ժողովուրդ ջան։ Էցև աղոտեցինք ու գնացինք։ Դե մի ճանապարհի միտք կա գալ, ասում եմ, այ մարդ, այս բժիշկը ինչ պիտի ասի, որ չպիտի պարգսնեն։ Այսինքն այս բժիշկան ցենենց ասես, որ ընենց եմ գրել, որ քեզ պիտի հաստատ պարգսնեն, ժողովուրդ ջան։ Բայց մենք աղոտեցինք Տիրոջ կամքի մեջ, ժողովուրդ ջան։ Այնքան հետաքրքիր է, ժողովուրդ ջան, երբ որ Աստված մեր աղոտները լսում է եւ նա ողորմում է մեզի։ Ելանք եղբոր հետ գնացինք հիվանդանոց, ժողովուրդ ջան, վերջ երիտասարդ բժշկու էր։ Մեկավ ստուգում էր։ Ստուգես բրդավ ասես քեզի չեմ պարգսնում։ Ասի ո՞ց չես պարգսնում։ Ասեցա չեմ պարգսնում։ Ժողովուրդ ջան, ես էլ մտածում էի, ինչ պիտի ասեմ, որ չպարգսեն։ Այո, եթե Տիրոջ կամքը չի, չես պարգի։ Սիրելի ժողովուրդ ջան, եթե Տիրոջ կամքը չի, հիվանդանոց չես կնա, հալելույա։ Վերջես երիտասարդ բժշկուին համ ասոխոս խոսացի, համ կտագարան տվեցի, ելա միջազգ մի հատ էլ կին էր կայնած, մի հատ էլ իրան կտագարան տվեցի, մի հատ էլ քույր կար, որ իր այդ ընդեղ կանգնած էր, մի հատ էլ իրան կտագարան տվեցի, ասի եղբայր ջան, վсё, իմ ստեղագործը պրծավ, գնացինք տուն։ Սիրելի ժողովուրդ ջան, Սիրասո ժողովուրդ ջան, Աստծո կամք կա։ Եթե դու պետք ես հիվանդանոց ինչ-որ մեկին վգայելու համար, Տեր Աստված, ուրեմն քո կամքը լինի, Հիսուս ջան։ Դամար Տեր Հիսուսը այսօր ինչ ասում, ինձ ու քեզ օգնելու, որ մեր հավատքը ավելանա, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է մեր մեջի հավատքը զորացնի։ Թե չես մարմնի հիվանդություն ինչ Աստծո համար, ժողովուրդ ջան։ Աստծո ուշք ու միտքը մեր մեջի հավատքը չպակսի, ժողովուրդ ջան։ Այսօր կարող է այսօր մենք ամեն մեկս տեսնենք, ասենք Տեր Հիսուս, ես ինչ զորավոր հավատք ունեմ։ Բայց Աստված ավելին է տեսնում մեզ, ժողովուրդ ջան։ Աստված մեզ խորը այն ներսն է, սրտի ներսի խորքերն է տեսնում։ Բաներ կա կարող դու թաքցրած լինես, դուրս չտես շերվայ այդ երևույթը քո անհավատությունը, ժողովուրդ ջան։ Բայց Աստված տենում է քո ներսը եւ նա ուզում է քեզ օգնի եւ ինձ օգնի, ժողովուրդ ջան։ Դամար Տիրոջ անունը փառավորվի, Սիրասո ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կանգնենք Տիրոջ խոսքից։ Տիրոջ անունը փառավորվի, Սիրասո ժողովուրդ ջան։ Մարկոս Ավետարան 5-րդ գլխից, Մարկոս Ավետարան 5-րդ գլխից 21-ից 24-ը կկարտանք։ Սիրասո ժողովուրդ ջան, Մարկոս Ավետարան 5-ի 21-ից 24 խոսքը կկարտանք։ Նայենք Տիրոջ խոսքը այսօր ինչ ունի ինձ ու քեզ ասելու, ժողովուրդ ջան, սա ավետարանն է, սա կյանքի խոսքը։ Ավետարանը այո եւ ամեն է։ Եթե ավետարանը մեզ մի բան ասում է, ուրեմն այո եւ ամեն է։ Նա գիտա իմ ու քո մեջ ինչ կա։ Նա ուզում է ինձ ու քեզ օգնի, որպեսզի քո մեջ ապրի Քրիստոսը, որպեսզի քո մեջ ապրի Աստծո որդին, Տիրոջ Սուրբ Հոգին ապրի, ժողովուրդ ջան։ Երբ Տիրոջ Հոգին քո մեջ ապրում է, նա ուզում է քո մեջ հավատքդ ավելի զորացնի, որ դու հավատաս Աստծո խոսքին, ժողովուրդ ջան։ Եվ 21 խոսքը, որ կարդում ենք, ժողովուրդ ջան, Մարկոս 5-ի 21 խոսքը։ Ասում է, երբ Հիսուսն ավեն նորեն ծովուն անդի կողմ անցավ, շատ բազմություն ժողվեցան անոր քով։ Այսինքն ասում է, երբ որ անցավ ծովյան կողմը, ասում է, շատ բազմություն ժողվեցան։ Ինչու համար էին ժողվում, որպեսզի լսեն Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Դամար այսօր ինչ ասում Աստված, այսօր ուզում է, որ այսօր մարդիկ ուզենան լսեն Աստծո խոսք, մարդիկ ուզենան լսեն Տիրոջը, ժողովուրդ ջան։ Սա ամենակարևոր հարցը, որ Աստված ինձ ու քեզ ուղղում է, որ դու լսես Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։
որպեսզի դու բժշկվես, որպեսզի դու ողորմություն կտնես Տիրոջից։ Անոր կովինքը ծովեզերք էր, ժողովրդապետներեն մեկը եկավ, որուն անունը Հայրոս էր, եւ տեսավ Հիսուսը անոր ոտք ընկավ, աղաչեց անոր, ուսավ. իմ աղջիկս մեռնելու մոտ է, եկուր անոր վրա ձեռք տիր, որպեսզի ազատի ու պիտի ապրի։ Ժողովրդյան, մենք տեսանք Հայրոս իշխան մեկ եկավ, իմացավ որ Տերն դե եկել էր, չէ՞, եկավ ընկավ ոտքերը, ասեց աղջիկս մեռնելու մոտ է։ Այս մարդը չեկավ Հիսուսի ոտքերի մոտ, այս մարդը հավատում էր որ Տերը կարա է դե աղջկան բժշկի։ Ժողովրդյան, դրա համար էր եկի։ Այսինքն բաներ կա որ քու կյանքի մեջ որ կա Աստված ուզում է որ դու ես հավատում, գնում ես Տիրոջը։ Այսօր դու աղոթում ես, կարդում ես, պաշտամունք ես գնում, բայց Աստված քու մեջի հավատքը ուզում է զորացնի։ Սիրելի ժողովուրդ, մենք տեսնում ենք որ այս մարդը Հայրոսը չէ, եկավ ընկավ Տիրոջ ոտքեր ասեց եւ աղաչում էր ժողովուրդ։ Եվ տեսավ Հիսուսը անոր ոտքը ընկավ, աղաչեց անոր ու սավ. իմ աղջիկս մեռնելու մոտ է, եկուր անոր վրա ձեռքը տիր, որպեսզի ազատի ու պիտի ապրի։ Ժողովուրդ, մենք տեսնում ենք այո ծնող էր, հայր էր, նա տեսավ որ իր աղջիկը հիվանդ էր։ Ժողովուրդ, եկել էր Տիրոջ ոտքը ընկել էր, ասում էր արի աղջկաս բժշկի։ Ժողովուրդ, այսօր մեր կյանքի մեջ այսօր այնքան երևույթներ է գալում, երբ որ մենք սկսում ենք աղոթենք մեր խնդրվածքների, մեր հոգսերի համար, մեր հիվանդությունների համար, մեր խնդիրների համար, ժողովուրդ, աղոթում ենք։ Աստված ուզում է մեր կյանքի մեջ տեսնի, որ քո հավատքը դալշե ոնց ես դու ապրում այդ հավատքիդ, այդ քո խնդրվածքի համար, ժողովուրդ։ Ես այդ բժշկի ասածը լսեցի, որ ասես քեզ հաստատ կպարգեցնեն, բայց Տեր ասես չես պարգելու։ Այսինքն Տիրոջ ասածը այո եւ ամեն է, այսօր կարող ամբողջ աշխարհը քեզ ինչ-որ մի բան ասեն, եթե Տերը չասեց, լավ իմացի, դրանք ոչ մի բան չի լինելու, որովհետեւ Տերը չի ասել։ Սիրելի ժողովուրդ, դրա համար թող Տիրոջ անունը փառավորվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ կարդամ 35 խոսքից։ Էդի կարտածինք 5-ի 21-ի 24-ը, որ ես Հայրոս եկավ, ընկավ Տիրոջ ոտքերը, ասեց արի աղջկաս բժշկի, մեռնելու մոտ է։ Ժողովուրդ, մենք հասկանում ենք, էդին են սովորական ու չեկավ ինքը ժողովուրդ, քանի մարդու կյանքի մեջ խնդրեմ չկա, մարդը կարող է ծև չաղոթի։ Բայց երբ որ ես մարդու կյանքի մեջ կար խնդրեմ, այս մարդու երեխեն հիվանդ էր ժողովուրդ, այս մարդու ուշքումիտքը իր երեխու բժշկությունն էր։ Այսօր ամեն ծնողի համար իր երեխու բժշկությունն է, ժողովուրդ։ Կարող է քու ամբողջ ուշքումիտ կլինի քո երեխու բժշկությունը, որտեղ մայրը ծնողը, ժողովուրդ, հայր եք, չէ՞։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ, սա 35 խոսքից են կարդում, նույն գլխից։ Ասում է, երբ ինքը դեռ խոսեր, երբ ինքը Հիսուսի հետ խոսում էր Հայրոսս, ասում է ժողովրդապետեն տունեն ոմանք եկան, ուսին աղջիկը մեռավ։ Ժողովուրդ, այստեղ հավատք է պետք։ Խնդրեց Տիրոջը, սեր ժողովուրդ, արի աղջիկս մեռնելու մոտ է, այնքան հետաքրքիր է Տիրոջ գործը իմ ու քո կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ։ Այստեղ է հավատքը, երբ որ Աստված բերում է իմ ու քո կյանքի մեջ զորացնում է։ Մեկան էս մարդուն ասին էլ մի ծանրացրա ես վարդապետին, քո աղջիկդ մեռավ։ Ժողովուրդ, Տերը բոլորս էլ օգնի, սիրելի Աստծո ժողովուրդ, օգնի, որ մեր ներսի հավատքը ավելնա, բայց Տերը չի թողում դու մնաս անհավատ։ Աստված բոլոր իր երեխեքին ուզում է օգնի եւ ընդառաջ է գալու իմ ու քո հավատքդ ավելացնելու համար, որպեսզի իմ քո հավատքդ երևույթին չնայի, նայի Տիրոջը, սիրելի ժողովուրդ։ Աստված շատ անգամ մեզ զորացնում է այդ ամեն բաների մեջ։ Աղջիկդ մեռավ, ալ ինչու վարդապետը կհոգնեցնես, հարց են տալու, էլ ինչես վարդապետին հոգնեցնում ես, աղջիկդ մեռել է։ Կանչեց արի բժշկա եւ եկան ասին, որ քո աղջիկը
մերել էլ ընչես վարտապետին հոգնեցնում։ Ալնում է երևույթը մարդուն ուզում է լռեցնել, որպեսզի դու էլ չաղաղագես տիրոջը, որպեսզի էլ չուզենաս, որ էլ աղաղակը չբարձնես տիրոջը։ Երևույթը քեզ ուզում է լռեցնել, աղջիկդ մեռավ, էլ ինչու ես հոգնեցնում վարտապետին, ժողովուրդ ջան։ Այսինքն, երբ որ մարդը ունի հավատք Աստծո խոսքի վրա, երբ որ նա հավատում է, որ քո Աստվածը, իմ Աստվածը ամենակարող է, նա քո նեղության ժամանակ նա քո ձեռքը ինքն է բռնում։ Քո դժվարության մեջ Տերը քո ձեռքը բռնում է, նա չի թողում քեզ, որ այսօր քո հավատքը տարակուսվի։ Սիրելի ժողովուրդ ջան, եթե մենք լսում ենք Տիրոջը, եթե մենք հնազանդում ենք Տիրոջ խոսքին, Տերը ինձ ու քեզ օգնում է, որպեսզի քո մեջի հավատքը զորանա, ոչ թե պակսի, ժողովուրդ ջան։ Հետարքիր է, երբ որ նայում ենք Տիրոջ խոսքը, 36 խոսքը ուշադիր ենք լինում, ժողովուրդ ջան։ Իսկ Հիսուսը սած խոսքին լսելու պես, երբ որ լսես Տեր Հիսուսը, որ եկան հայրուսին ասին էլ ընչես վարտապետին հոգնեցնում, քո աղջիկդ մեռել է, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը լսեց։ Նա գիտեր հայրոսը հնարավոր էր նա արդեն իր տարակուսանքի մեջ էլ ասում չաղագեր։ Էլ ինչու համար ասում հոգնեցնում ես վարտապետին։ Լնում է երևույթը, որ քեզ ուզում է լռեցնել, որ դու էլ չաղագես։ Եթե Աստված ինձ ու քեզ չօգնի, մենք շատերս կարող է լռենք, ժողովուրդ ջան, որ երևույթը ցույց է տալու, որ աղջիկդ մեռավ։ Դամար Տերը բոլորս լօգնի սիրասորը, մենք տեսնում ենք Աստծո սերը, որ Աստված որքան սեր է իմ ու քո հանդեպ եւ իր բոլոր երեխեքի հանդեպ, նա չի թողում քեզ էծև մնաս։ Նա գալու է քեզ եւ օգնում է եւ ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Այսօր ամեն մեկս մի ընտանիք անցնում ենք եւ ամեն մեկս ապրում ենք այս հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ մենք ամեն մեկս ամեն բան սովորում ենք։ Լինում է քո հիվանդությունը քեզ ուզում է լռեցնել, որ դու չկրանաս քո սիրտը բացես, գաս Աստծո մոտ ասես Տեր Հիսուս, ես քո կարիքը ունեմ։ Ես ուզում եմ բժշկվել, Հիսուս ջան, դու ինձ օգնա։ Աստված ուզում է, որ դու էլ աղագես Տիրոջը, սիրելի ժողովուրդ ջան, որպեսզի քո ներսից աղաղակը դուրս գա, չնայած քո երևույթին, չնայած քո վիճակին։ Որտեղ շատ անգամ մարդիկ նայում են իրանց վիճակներին եւ մարդիկ սկսում են լռել, սիրելի ժողովուրդ ջան։ Բայց Աստված ուզում է, որ դու նայես իրան։ Տեր օրհնի, սիրելի ժողովուրդ, այսօր մի հատ երիտասարդ եղբորի էի խոսում։ Փառք Աստծո, դա էլ Աստծո էր։ Դա ինքը նայում էր իր վիճակին, ասում եմ եղբայր ջան, վերջը, բլետ աս մարդկանց քարոզես, վգայես, սա է Տերը մեզ ուզում, ժողովուրդ ջան, որպեսզի մենք կարողանանք մեկս մյուսին օգնենք, վեր հանենք։ Եվ երբ որ մարդը նայում է իր վիճակին, ասում եմ եղբայր ջան, մի նայա քո վիճակիդ։ Երբ որ դու ուզում ես Տիրոջը ծառայես, Տերը քեզ օգնում է։ Եթե դու ուզում ես քո քրոջն ու եղբորդ օգնես, որ այդ եղբայրը քուրը ոտի կանգնի, Աստված քեզ օգնում է, այն քո տգարության մեջ Տերը քեզ զորացնում է։ Սիրելի ժողովուրդ ջան։ Բայց երևույթը ցույց է տալում, այ մարդ դու տգար ես։ Ելում դի վգայես, ժողովուրդ ջան։ Տամար Տերը ինձ էլ քեզ եւ բոլորս էլ օգնի, սեր ժողովուրդ ջան։ Մենք բոլորս էլ ոչ մեկ իրան լավը չի տեսնում։ Ոչ մի հավատքի եղբայր եւ քույր իրան երբեք լավը չի տեսնում։ Նա միշտ կարիքավոր է տեսնում։ Երբ որ դու քո ներսն ես տեսնում, երբ որ քո ներսի վիճակն ես տեսնում, սիրելի ժողովուրդ ջան, մեր Հիսուսը սուրբ է եւ մենք բոլորս մեղավորներ ենք իր առջեւ։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր ներս այո շատ դեռ կարիքներ կա։ Եվ դու սկսում ես աղաղես։ Ասում եմ եղբայր ջան, մի նայա քո երևույթին։ Նայա Տիրոջը։ Պետք է ծառայել, ծառայի Տիրոջը։ Բայց մի հիվանդ եկել է քո մոտ, խնդրում ասում է, կամ մի տգար եղբայր եկել է քեզ մոտ, կամ խնդրում է, բա դու չօգնես իրան։ Չասես եղբայր ջան, Տերը օրհնի, կաղոթենք քեզ համար։ Սեր ժողովուրդ ջան։ 36 կսմա իսկ Հիսուսը սաս խոսքեն լսելու պես, ուշադիր ենք լսում ժողովուրդ ջան։ Ժողովրդապետին ըսավ, մի վախենար,
Ենքան օրտնյալա տիրոջ խոսքը սիրելի ժողովուրդ ջան։ Երբ որ Տեր Հիսուսը լսեց, որ եկավ այդ ժողովրդապետին ասին, որ քո աղջիկդ մեռել է, ել ընչես վարդապետին հոգնեցնում։ Տեր Հիսուսը լսեց այդ մարդկանց ասածները, ժողովուրդ ջան։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ նա օգնեց Հայրոսին։ Նա չթողեց Հայրոսին։ Եթե թողեր Հայրոսին, Հայրը կարա տարակուսվեր, հավատքը կփոխվեր իրա։ Էլ վարդապետին կարող էր չօգնեցներ։ Թողեր հետ գնար, լացով, ողբալով գնար տուն։ Ձեր ժողովուրդ ջան։ Բայց այնքան ենք տեսնում մեր Տիրոջ սերը, որ Տեր Հիսուս ինչ ասեց։ Ժողովրդապետին ասեց. «Մի վախենար, միայն հավատա»։ Ժողովուրդ ջան, սա Աստծո սերն է։ Այսօր ինձ ու քեզ ուզում է օգնել, ասում է մի վախենա։ Մի վախենա երևույթից, Տեր ասում է, միայն հավատա։ Հավատա եւ պիտի Աստծո փառքը տեսնենք մենք բոլոր, ժողովուրդ ջան։ Դամարտո Տիրոջ անունը փառավորվի, սիրաշոժան։ Երբ որ կարդում ենք Տիրոջ խոսքը, երբ որ մենք տեսնում ենք Տիրոջ սերը, որ Աստված որքան գտարած եւ ողորմած Աստվածը ուզում է մեզ օգնել։ Ժողովուրդ ջան, կարա շատ մարդիկ մտածեն, այ եղբայր ջան, ես ընես մեղավոր եմ, ինձանից ոչ մի բան դուրս չի գալու։ Ժողովուրդ ջան, բայց այսօր Աստված ուզում է, որ այսօր ես ու դու նայենք Տիրոջը, որ Տիրոջից առնենք։ Այո, այսօր Աստված շատ տեղեր իմ ու քո կյանքի մեջ այնք ընդառաջ է գալում, ինձ ու քեզ օգնում է։ Ասում է մի վախեցիր։ Մի վախեցիր քո խնդիրներից, մի վախեցիր քո հիվանդություններից, մի վախեցիր քո դժվարություններից, միայն հավատա։ Ձեր ժողովուրդ ջան, սա ասում է Տիրոջ խոսքը։ Ասում է միայն հավատա։ Եվ մենք տեսնում ենք, որ Տերը ինչ արեց։ Տեսա, որ այս մարդուն եկան ասին, որ էլ մի հոգնեցրա վարդապետին։ Բայց մեր Տեր Հիսուսը այնքան օրհնյալ է, սիրելի ժողովուրդ ջան։ Նա ամեն պարագաների մեջ գիտա մարդուն ինչպես մոտիկանա։ Նա գիտա քեզ ոնց մոտիկանա, որպեսզի քո մեջի հավատքը զորանա, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք այսօր Աստծո խոսքը, Տիրոջ օրհնությունը, ժողովուրդ ջան։ Միայն հավատա։ Եվ 37-ից որ կարդում ենք, եւ մեկը թող չտվավ իրեն հետ երթա, միայն Պետրոս ու Հակոբոս, եւ Հակոբոսին եղբայր Հովանեսը։ Ժողովրդապետին տունը հասնելով տեսավ սաստիկ լացողներ ու լսեց աղակներ։ Տեսավ, որ այս ժողովուրդը լացում են, իրապես այդ երեխեն մեռել էր, ժողովուրդ ջան։ Մենք հասկանում ենք, երբ որ մահ կա, մարդիկ լացում են։ Կարող շատ մարդիկ մտածեն հավատացյալներ են լացում, բախի չեն լացում, ժողովուրդ ջան։ Ու մենք քար չենք։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան, կարող է թեկուս մարդ հետում է երկինք, վերջը մենք բոլորս էլ մարդ ենք, ժողովուրդ ջան։ Տերը բոլորս էլ օրհնի, սեր ժողովուրդ ջան։ Այո, մենք լացում ենք, ուրախանալու ենք, փառավորում ենք Աստծուն։ Նա մեր հայրն է, մենք ռոբոտ չենք, ժողովուրդ ջան։ Դամար Տիրոջ անունը փառավորվի, սեր ժողովուրդ ջան։ Տուն հասնելու սաստիկ լացողները ու լսեց աղակներ։ Ներս մտնելով ըսավ անոնց, ինչու խռովեր եք ու գուլակ, մանուկը մեռած չի, հապա կքնանա, ժողովուրդ ջան։ Ոմանք ծաղր կենեին զանիկա, բայց ինքը ամենքուն դուրս հանելով իրեն հետ առավ մանուկին, հայրն ու մայրը, եւ զանոնք իրեն հետ էին ու մտավ ուր մանուկը պառկած էր։ Ասում ես մարդիկ ծաղրում էին, չէին հավատում, ժողովուրդ ջան։ Ըլնում է պարագա կարա մարդը չհավատա։ Մարդու մեջ կարա այդ հավատքը դեռ չկա։ Մենք տեսանք, որ այս մարդիկ ինչ են, ծաղրում էին, այն մարդ էս ինչ ասում, ոնց է մեռա, քնածավորն է, չէ։ Այսինքն երևույթը ցույց է տալում, որ մարդը մեռած է, Տեր ասում է քնած է։ Ժողովուրդ ջան։ Եվ դամար մենք Տիրոջ խոսքին ասում ենք այո եւ ամեն, երբ որ Տերն ասում, նա այո եւ ամեն է, ժողովուրդ ջան։ Եվ 41 խոսքը մանուկին ձեռքը բռնելով ըսավ անոր տալիտա կումի ու կթարգմանվի աղջիկ քեզի կսեմ ելիր, ժողովուրդ ջան։
Իսկույն աղջիկը ոտքի ելավ։ Երբ որ Տեր Հիսուս ինձ ու քեզ մի բան ասում է, նա միանգամից է կատարվում, ժողովուրդ ջան, երբ որ Տերը քեզ ասում է։ Մենք տեսանք ինչ է, ասել աղջիկ ջան, քեզի կսեմ ելիր։ Իսկույն աղջիկը ոտքի ելավ ու կքայլեր։ Վազնզի 12 տարեկան էր, տեսնողները շատ ապշեցան։ Հիսուս սաստիկ պատվեր տվավ, անոնց որ մարդ չգիտնա, այս բաները ուսավ անոր ուտելիք տան։ Մենք տեսանք Տիրոջ հրաշքը, ժողովուրդ ջան, այս երեխու կյանքի մեջ, չէ՞։ Մենք տեսանք հոր քայլը, մենք տեսնում ենք նաև մեզ ծնողներ, չէ՞։ Ինչ ենք անում։ Այսօր ամեն մեկս երեխեք ունենք եւ ամեն մեկս ցավում ենք եւ ամեն մեկս ուզում ենք, որ լավ լինին մեր երեխեքը, ժողովուրդ ջան։ Եվ ամեն մեկս այսօր աղաղում ենք մեր Տիրոջը, սիրելի ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք տեսնում ենք Աստծո գործը բոլորիս կյանքի մեջ, Տեր ինձ ու քեզ օգնում է, որպեսզի իմ ու քո հավատքդ չպակսի, ժողովուրդ ջան։ Եվ բաներ կա, մարդը պետք է լսի Աստծուն։ Եթե հայրոսին ասես, հայրոս ջան, մի վախեցի, հավատա, ու հանկարծ հայրոսը չհավատա, ժողովուրդ ջան։ Այսինքն մարդու կողմը մարդը պետք է հավատա Տիրոջը, երբ որ Տեր ինձ ու քեզ ասում է, սիրելի ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի բոլորս էլ, սիրելի ժողովուրդ ջան, լավ իմացի, Աստված քեզ հետ է, Աստված քեզանից հեռու չի։ Նա քեզ ամեն քո եղած դժվարությունի մոտ, նա քո կողքը կանգնած է, նա ուզում է քեզ օգնի, որպեսզի քո հավատքդ չպակսի։ Տեր ուզում է քո հավատքդ զորացնի, որ ես ու դու նայենք այսօր Տիրոջը, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, Տերը բոլորս էլ օրհնի, Տերը օգնի, որ մեր հավատքը աճի, որտեվ Տերը դա է ուզում, նա քեզ օգնական է լինում, սիրելի ժողովուրդ ջան։ Այսօր շատ մեկս շատերս այսօր մեր կյանքի մեջ ինչ ենք տեսել, շատ անգամ այո մեզ Տերը օգնել է մեր հավատքը ավելացրել է, որպեսզի մենք չթուլանանք, որպեսզի մենք նույնից գնանք առաջ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, մենք չգիտենք մի հայրոց ինչքան մտքեր գալած կներ, չէ։ Այ հայրոց ջան, էլ ուր ես էտում, այ մարդ ուր ես գնում, չէ։ Ըլնում է պարագա, որ մտքերը շատ անգամ մարդկանց լռեցնում է, ժողովուրդ ջան։ Վերջը մի բան Տերը քեզ ասել է, եւ հանկարծ մտքերը քեզ լռեցնում են։ Ես հիշում եմ ճամբար տեղը մի հատ եղբոր, որ Տերը բժշկել էր, ինք երեխա չէր ունում, ժողովուրդ ջան։ Բժշկական կողմից ինքը պետք է вообще երեխա չունենար։ Ինքը հիվանդ էր։ Այնքան հետաքրքիր էր, երբ որ պաշտամունքի ժամանակ Տեր ասես, որ դու բժշկված ես։ Ժողովուրդ ջան։ Ինչ պետք է տեսնես դու։ Հեշտ երևույթ չկա, որ դու տեսնես։ Սա հավատք է պետք։ Հետաքրքիր է, այդ եղբայրը եկավ ասեց, Արմեն աղբեր, Տեր ասել է, որ դու բժշկված ես։ Ես այդ հավատքը պետք է պահեմ։ Ամեն ժողովուրդ ջան։ Այդ Տիրոջ ասածը պետք է պահես, որպեսզի այդ ամեն բանը Տիրոջ քո կյանքի մեջ կատարի, հավատքդ պահի։ Դամար ասես մի վախեցա, մի վախեցիր, հայրոս, միայն հավատա, ժողովուրդ ջան։ Եվ փառք ենք տալու ասում, երբ որ Տերը ասել էր եղբորը, այդ եղբայրը իրեկատ երեխա ունի երևի։ Արդեն երեխաներն արդեն մեծ են, իմսալը շատ շուտ է, ժողովուրդ ջան։ Այսինքն այսօր Տերը ինձ ու քեզ ասում է, նա ես ուզում է օգնի, որ դու քո հավատքդ պահես, ժողովուրդ ջան։ Դամար Տիրոջ անունը փառավորվի, սկանով կուզենանք վերջացնենք, Տերը օրհնի բոլորիդ էլ, ամեն։